Կոպենհագենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Սրա մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում տեսանյութին կից նշելով. Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Դանիայի թագավորություն։ Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումները միջազգային գործընկերների հետ։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, տեղեկացնելով պաշտոնից հեռացման մասին։ Սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր եւ ոչ միայն, սեփական դիմումից համաձայն այսօրվանից դադարեցրել եմ աշխատանքս Երևանի քաղաքապետարանում։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետարանի եւ ԶԼՄ գործընկերներիս արդյունավետ աշխատանքի համար, նշել է Կոստանյանը։ Հայաստանի քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու գործընթացները նախատեսվում են թվայնացվել։ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Սրա մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025-ի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը։ Հոկտեմբերի 6-ից սկսած դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության այցելության օր ոչ շուտ, քան 2026-ի հունվարի 22-ը։ Հայաստանի քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍՄ ազգային նույնականացման հարթակի միջոցով։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ, գցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճեն։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում, ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։